Ողջույն, Բուն TV-ի եթերում սպորտ ոդկասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Ինչպես երևի սուր աչքով մարդիկ նկատեցին, ես Արարատ Արմենիայի մարզաշապիկով եմ։ Պատճառը պարզ է, Արարատ Արմենիան իր պատմության ընթացքում երրորդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն, որի կապակցությամբ նախ եւ առաջ Արարատ Արմենիայի մարշական շտաբին, անձնակազմին, ֆուտբոլիստներին սրտանց շնորհավորում եմ։ Նաեւ երևի թե Պաշտոնապես երևի առաջին անգամ եմ այս մասին այս տաղավարից խոսում, շնորհավորեմ նաև ինքս ինձ, ինչու, որովհետև Արարատ Արմենիա ընտանիքի մի մասն եմ, այդտեղ մեդիայի աշխատանքն եմ համակարգում։ Այո, կարող եմ ուրախությամբ նշել, ես էլ Հայաստանի չեմպիոն դարձա թիմի հետ միասին եւ այս առիթով անչափ ուրախ եմ։ Պարզ է արդեն ձեզ համար, որ եվրոպական համաշխարհային ֆուտբոլի մի շարք հետաքրքիր իրադարձություններին հետ զուգահեռ ես խոսելու եմ շատ իմ համար հաճելի իրադարձության մասին։ Արարատ Արմենիայի չեմպիոնության եւ կփորձենք նաեւ ինչ որ չափով Հայաստանի առաջնությունը ամփոփել։ Անկախ վերջին տուրի արդյունքներից կարծում եմ մեծ հաշվով շատ բան չկա, որը պետք է համարենք դերևս վերջնական տեսք չստացած կամ այո, միանշանակ պետք է մրցաշարային աղյուսակը դիտել ամենավերջին տուրից հետո ամփոփելու համար։ Այդուհանդերձ այնքան բան է պատահել, որ հավատացնում եմ վերջին տուրը չէ, որ այդտեղ իրավիճակ է փոխելու տեղերի համար պայքար ընթանում է, դա կփաստենք, խոսենք բոլոր հնարավոր նաև վայրի վերումների, հորիզոնականներով տեղափոխության մասին, եվրագավաթային տեղերի մասին, մրցանակային տեղերի մասին, այո, իհարկե այդ ամենի մասին խոսենք եւ հավատացնում եմ, որ մեր ամփոփումը կիսատ պրատ չի լինի, հավատացեք ինձ։ Դրա հետ զուգահեռ եւս մի քանի հետաքրքիր իրադարձություն կա համաշխարհային ֆուտբոլում, դե իհարկե խոսենք այդ մասին եւ ինչպես միշտ արդեն տենց ավանդույթ դարձած մի խորագիր կա, որը վազք է կոչվում առողջ ապրելակերպ եկեք ասենք կամ ժամանց առողջությունը համատեղելու մեր ծանր առօրեական կյանքի եւ խնդիրների հետ տենց ինչ որ փորձ իմ կողմից վերջում այդ մասին կխոսեմ ավելի մանրամասն։ Դե ինչ շարժվենք առաջ ու ժամանակ չկորցնենք։ Շարժվենք առաջ, որ ժամանակ չկորցնենք եւ առաջին թեման, որը արդեն նախանշեցի, դա Արարատ Արմենիայի երրորդ չեմպիոնությունն է։ Ինչու է երրորդը կարևոր, երևի թե այս ակումբի պատմությունը այնպես է դասավորվել, որ նրանք մուտք գործելով Պրեմիեր լիգա միանգամից 2 տարի իրար հետևից դարձել էին առաջնության հաղթողներ։ Եվ այդ եկեք անվանենք ոսկե սերունդը կարողացել էր այնքան բարձր նշաձող սահմանել, որ հետագայում, երբ որ առաջնության ընթացքն է փոխվում, կորոնավիրուսային իրականություն եւ այլն, միլիոնավոր բաներ պայմանավորվեցին, որ Արարատ Արմենիան հետագայում սենց փորձում էր նորից այդ ուղղությամբ շարժվել, բայց այդուհանդերձ թիմի մոտ չէր ստացվում դա։ Հիմա էլ առաջնությունում կան տոն տվող բազմաթիվ թիմեր։ Միայն այն հանգամանքը, որ բազմաթիվ միջազգային լրատվականներ փաստում էին, որ մեր առաջնությունը եվրոպական բոլոր առաջնությունների հետ համեմատ ամենաթեժ պայքարն է խոստանում բոլորին։ Անկան համեմատությամբ այնտեղ, չգիտեմ, Շոտլանդիայի մյուս առաջնությունների, որտեղ որ հաղթողը միայն վերջին տուրում էր որոշվում, դրանց հետ զուգահեռ Հայաստանի առաջնության մասին խոսում էին, որպես բացառիկ մրցաշարի, որտեղ որ մինչև 4 տուրեր, 5 տուրեր մնացել առաջնության ավարտին 5 թիմ պայքարում էր գրեթե հավասարապես պայքարում էր չեմպիոնական տիտղոսի համար։ Նախ եւ առաջ եղան միավորների կորուստներ, բայց դե ուր առանց դրա իհարկե արժանի թմեր, արժանի խաղով իրենց լավ կողմերով դրսևորեցին, բայց դե բոլորը ոչ ոք ապահովագրված չէ, որ ինչ որ մի պահի կարող է սայթակել։ Երևի թե նման իդեպ այդ մասին խոսեց նաև նույն ինքը Արտակ Օսեյանը, որը ոչ վաղ անցյալում նաև մարզչի օգնականներ Արարատ Արմենիայում հիմա գլխավորել է Փյունիկը, նա խոսեց հենց այն պահի մասին, երբ Փյունիկը կարծես թե դուրս մնաց այդ պայքարից։ Եվ այդ հանդիպումը Արարատի հետ դիմակայություններ։ Արարատի հարկի տակ Հանրապետական ստադիոնում մենք այդ հանդիպման մասին խոսել ենք, խաղ երբ բացարձակ առավելություն ունի Փյունիկը, բայց չի կարողանում գրավել մրցակցի դարպասը ամենավերջին վայրկյաններին հրաշք, անհատական գոլ արարատցիների կատարմամբ եւ
Ինչ ենք տեսնում, Փյունիկը կորցնում է շատ էական 3 միավոր եւ կարծես թե չեմպիոնական մրցավազքում աութսայդերի կարգավիճակ ձեռք բերում։ Մնում է պայքարում Նոան, որը Եվրագավաթային այս շրջանի գարնանային հատվածում փաստացի միակ պարտությունը, որ կրել էր, դա կրել էր play-off փուլում կոնֆերենցիաների լիգայի, այն էլ գերհզոր AZ Alkmaar-ից։ AZ Alkmaar-ից կրած միակ խոշոր հաշվով պարտությունը Նոայի համար փաստացի միակն էր այս ընթացքում։ Թիմը ամբողջությամբ նպատակադրվել էր եւ իր ուշադրությունը կենտրոնացել էր Հայաստանի առաջնության վրա, փաստացի դա բոլոր մյուս մրցակից ակումբներին լարել էր։ Մենք Նոային տեսնում ենք իր ամբողջ փառքով, իր ամբողջ ուժով, իր ամբողջ ներզոր կարողություններով եւ բոլորի համար դժվար էր, բայց Նոայի համար իր հերթին անհաղթահարելի դարձավ ինչ որ չափով նույն Փյունիկը։ Չէր կարողանում իր խոսքը ասել, օրինակ կարողանալ իր խոսքը ասել այնպես, ինչպես նա արեց դա օրինակ Արարատ Արմենիայի դեմ խաղում։ Արարատ Արմենիան հենց այդ խաղում Նոայի դեմ խաղում հնարավորություն ուներ վաղաժամ ապահովելու մինչև այս պահը չեմպիոնությունը։ Բայց միշտ չէ որ կարողանում ես էմոցիաները հաղթահարել այդ չեմպիոնական տրամադրություններին չտրվել ու գնալ խաղալու։ Արարատ Արմենիայի մոտ դա չստացվեց, բայց օրինակ նույն Փյունիկի մոտ չստացվեց նաև հաղթել, բայց ստացվեց չպարտվել նույն Նոային։ Փյունիկը չի կարողանում հաղթել Նոային արդեն բավական երկար ժամանակի, դեպի Արտակոսյանը այդ թեմայով նույնպես խոսեց, ասաց, որ ինչ որ հոգեբանական խնդիր է արդեն դարձել, բայց պետք է ասել, որ բոլոր այս 3 թիմերը Արարատ Արմենիան, Նոան եւ Փյունիկը ես չեմ ուզում sense լրիվ մի կողմ դնել Ուրարտուն եւ Ալաշկերտին, նրանց մասին արժանիորեն ու առանձին խոսենք, բայց այս 3-ը հավասար պայքար են մղել։ Իդեպ Արարատ Արմենիան հաղթել է Նոային այս առաջնության ընթացքում, եւս մեկ հանդիպում, գերդրամատիկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի, եւ Նոան հաղթել է վերջին խաղում, այսինքն այս առումով նրանց միջև հավասարություն է։ Դժվարություններ երկու թիմերը ունեցան Նոան ու Փյունիկը իրար միջև դիմակայություններում, առաջատարների հետ խաղերում, իդեպ ասեմ, որ Նոան բոլորի հետ, գրեթե բոլորի հետ խնդիրներ ունեցավ։ Արարատ Արմենիան այդ առումով կարողացավ ամենաշատ միավորները վաստակել, եթե դիտարկում ենք առաջին 5 թիմերի միջև հանդիպումները։ Ինչ խոսք պետք է ընդգծել նաև իմ ավելի վաղ նշածս երկու ակումբներին, Ուրարտուին եւ Ալաշկերտին, որոնք տևական ժամանակ հայտնվում էին առաջատար եռյակում, երկուսից մեկն էր մինչև վերջերս Ուրարտուն։ Սակայն ամենակարևոր պահին նույնպես նրանք պարտություններ կրեցին առաջատարներին, այդ թվում եւ Արարատ Արմենիային պարտվեց։ Ալաշկերտը հիմա բացառիկ շանս ունի, նա հավասար խաղերի պայմաններում մեկ միավոր ավել ունի, վերջին խաղն էլ իր հնարավորություններ Եվրագավաթային ուղեգիր ապահովելու իր համար այս աշնանը, այս ամռանն ու աշնանը։ Գերետաքրքիր առաջնություն ստացվեց ամենայն ազնվությամբ։ Նախկինում ոչ միշտ էր լինում, որ մեր առաջնությունը, գիտեք, ուներ մի շատ էական խնդիր, երբ որ չկա հստակություն։ Օրինակ թիմերից մեկը շարունակելու է պայքարը թե չէ, այնտեղ կան ֆինանսական խնդիրներ։ Հիմա էլ այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է, բայց գոնե թվացial ու մեր աչքի առջև մենք ունենք թիմեր, որոնք մինչև վերջ խաղացին նախ եւ առաջ։ Էլ չեմ ասում մինչև վերջ պայքար մղեցին, էլ չեմ ասում, որ վերջին հորիզոնականների թիմը փաստացի ուղղակի ազդեցություն ունեցավ չեմպիոնական պայքարի վրա։ Արարատ Արմենիան իր տիտղոսը ապահովեց այնպես, ինչպես Արսենալը։ Երևի պատահական չէ, որ մեր բարձրագույն լիգան կոչվում է Պրեմիեր լիգա, որովհետև Անգլիայի օրինակով եւ որքան գիտեմ առաջինը Պրեմիեր լիգա է կոչվել հենց Անգլիայի առաջնությունը այդ ռեբրենդինգից հետո 90-ականների եւ մենք էլ վերջերս ենք արել Հայաստանի առաջնությունը եւ Պրեմիեր լիգայի շունչը իրապես արկա էր եւ այնպես ինչպես Արսենալը դարձավ այս տարի չեմպիոն, Մանչեսթեր Սիթի ոչ ոքից օգտվելով նույնը տեղի ունեցավ նաեւ Հայաստանի առաջնությունում եւ Փյունիկը սեփական հարկի տակ ոչ ոքի 0-0 խաղաց Նոայի հետ, արդյունքում Արարատ Արմենիային երկու թիմերը ապահովեցին, որ դառնա անհասանելի անկախ վերջին տուրի 37-րդ տուրի արդյունքներից։ Դա իհարկե մի քիչ թեթևացնում է Արարատ Արմենիայի խնդիրը վերջին խաղում նրանք արդեն մի լավ նշել, ուրախացել են։ Անկախ ամեն ինչից այս առաջնությունը պետք է գնահատել այդ իմաստով, այն կրկնեմ նախքին միտքս, որ ասացի, դա առաջնությունը կայունության տեսանկյունից գնահատելու
դրական միտումն է։ Իհարկե խնդիրներ կան ամենտեղ։ Խնդիրներ կան թե մեր առաջնությունում, թե առանձին թիմերում, թե ֆեդերացիայի հետ հարաբերություններում եւ թե այդ ամեն ինչը վերջնական տեսքի բերելու, ապրանքային տեսքի բերելու իմաստով մեր առաջնությունը կաղում է, գիտեք, այդ իմաստով։ Ես վստահ եմ, որ այն գերմրցակցային առաջնությունը միջավայրը, որը որ կա, որտեղ որ տոն են տալի թիմեր, որոնք իրապես կարող են եվրոպական միջին ու բարձր առաջնությունների թմերի հետ պայքարել, ես չեմ ասում հաղթել իսեր աստվածների, այս դեպքում ես նման պնդում չեմ անում, ես չեմ ասում, որ նրանք կարող են հավասարի պետք խաղալ Բորնմութի հետ, ոչ էլ Լայպցիգի, ոչ էլ այլ եվրոպական Ռայո Վալեկանոյի հետ առավելը, բայց մենք ունակ ենք արդեն ոտ գցել ավստրիական, շվեյցարական թիմերի հետ, ռումինական թիմերի հետ միանշանակ, ռումինական, որը հսկայական ֆուտբոլային ավանդույթներով երկիր է եւ դա մենք տեսնում ենք փաստացի, մենք տեսնում ենք դա Արարատ Արմենիայի Կլուժի, Կրայովայի հետ հանդիպումներում, Կրայովայի, որը որ Նոան խաղաց ոչ ոքի եւ այս տարի Կրայովան դառնում է Ռումինիայի չեմպիոն։ Հիշեցնեմ, որ ռումինական թմերից մեկը ոչ վաղ անցյալում 60-ականներին չէ, էլի, միջնադարում չէ ֆուտբոլային առումով, ոչ էլ անտիկ աշխարհում, այլ բոլորովին վերջերս դարձել է օրինակ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Նրանք պարբերաբար եղել են ամենա լուրջ ֆուտբոլային երկրների հետ մրցակցող։ Եվ այդ երկիրը իհարկե ինքն էլ իր հերթին դեգրադացիա է ապրել։ Միանշանակ է, որ ռումինական ֆուտբոլը իր բարձունքում չէ, բայց այն մնում է ուժեղ, այն մնում է ուժեղ խաղացողներ տվող ամբողջ Եվրոպային եւ այդ նույն առաջնությունը արտաքին տեսքով, մատուցման տեսքով, հերարցակման տեսքով, հովանավորների տեսքով, այն գումարների, որը որ բերում է, այն ֆուտբոլիստների, որ տալիս է, ինքը շատ ավելի ներկայանալի է։ Իսկ հիմա մենք մոտիկացել ենք գրեթե այդ մակարդակի, բայց հավատացնում եմ առաջնությունը որպես ժամանցի եւ զվարճանքի ապրանք, որպես այդպեսին, որ մատուցվում է հեռուստադիտողին, որի մասին մենք խոսում ենք այստեղ, որի մասին խոսում են տասնյակ այլ լրատվամիջոցներ, տասնյակ իմ գործընկերներ, որոնք որ մանրամասն ամեն շաբաթ, ամեն ոչ ֆուտբոլային օր, երբ որ խաղ նշանակվում, քննարկում են, հոդվածներ են գրում։ Եվ մենք փորձում ենք մատուցել մի բան, որը արտաքնապես հիշեցնում է այն նույն ֆուտբոլը, որը մատուցվում էր 10-15 տարի առաջ։ Ինչու է այդպես։ Ինչու մեր ֆուտբոլը չպետք է իր արժանի ձևով մատուցվի։ Իմ համար մեծագույն խնդիր օրինակ այս պահին այն է, որ պետք է մեր հեռուստադիտողը իմանա։ Մենք չգիտենք ով է առհասարակ եւ ինչպես է հերարցակվելու Հայաստանի գալիք մրցաշրջանի առաջնությունը, ինչպես է այն կոչվելու։ Հիմա կասեք այդ հարցը տեղին է։ Այդ հարցը տեղին է, երբ մեծ հաշվով անգամ այս մակարդակը, որում մենք հիմա ենք պայմանականորեն փաստացի այդ պայմանագրերի ավարտմամբ եւ անհստակությամբ մենք նահանջ ենք ապրում մի փոքր էլ ներքև։ Երևում է այստեղ։ Օրինակ մենք այստեղ ենք ասել։ Փոխանակ նրան, որ մենք այստեղ ենք եւ մի քայլ գոնե ամեն տարի, ամեն մրցաշրջան մեկ քայլ առաջ կատարենք։ Իսկ մենք իշտում ենք այստեղ։ Հավատացնում եմ հերարցակումը, այն թե մարդը ինչպես է տեսնում գրողի տարած կապույտ էկրանի վրա ֆուտբոլային հանդիպումը։ Եթերային որակը դա առաջին գրավիչ գործոնն է, ինչպես գրքի առաջին էջը, ինչպես ամսագրի առաջին էջը, ամենագեղեցիկ մոդելը, ամենագեղեցիկ ֆուտբոլիստը, ամենագեղեցիկ նկարը զարդարում է National Geographic-ի, Vogue-ի, Maxim-ի, Gossip-ի եւ այլ Playboy-ի առաջին էջերը։ Եվ հիմա այդ գեղեցկությունը չկա մեր առաջնությունում, բայց այն որակապես իր էջերում այդ որակը կա, ապահովում է, այն գերմրցունակ է հենց ինքն իր մեջ, այն գերմրցունակ է արդեն միանշանակ եվրոպական մակարդակում։ Եվ այդ ինչպես ստացվեց, որ մենք չենք կարողանում այդ ապրանքը գեղեցիկ մատուցել, հա։ Այս թեմայով մենք իրապես կարող ենք երկար խոսել, բայց պետք է անեմ մեկ խոստովանություն, որ նախ եւ առաջ պետք է շնորհակալություն հայտնել մեր առաջնության մասնակից թիմերին, հատկապես առաջին հնգյակին, որովհետեւ հենց նրանք կարծես թե այս ստաբիլ ճահճացման մեջ փորձում են հետաքրքրություն մտցնել, հասկանում եք, նրանք գնում խաղում են դուրսը։ Թե Ալաշկերտը, որը ոչ վաղ անցյալում առաջիններից մեկն էր, որ կատարեց մուտք դեպի play-off pool, դրանից առաջ Արարատ Արմենիան, որը հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ բարձրացեց բավական բարձր նշաձողի, հասնելով 2 անգամ Եվրոպա լիգայի play-off,
հետո արդեն Փյունիկը, հետո արդեն Նոան, որը այլ ավելի բարձր նշաձող սահմանեց։ Նոան, որը վերջերս իր նորակառույց ենթակառուցվածքները բացեց մարդկանց եւ համաշխարհային հանրության առջեւ։ Նրանք իրենց կողմից անում են առավելագույնը։ Եվ դա է պատճառը, որ օրինակ նույն Պեդրո Պրոենսան, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան, հավատացնում է, այո, իր հայրենակիցն է Մանուել Տուլիպան, մարտով գլխավորում է Արարատ Արմենիան, բայց չէ որ նրանք հետևում են, չէ որ նրանք նայում են այդ առաջնությունը։ Եվ ինչ են նրանք տեսնում, արդյոք այդ պատկերի հետևում բացի այդ հարազատությունից, որը ապահովում է պորտուգալացի մասնագետը հայկական թիմին, տեսնում են պատկերի մեջ այն որակը, որը որ կա, նրանք չեն, կարծում են, որ չեն տեսնում։ Իսկ մեր առաջնությանը արդեն հետևում են, գիտեք, հետևում են, որովհետև դու ունես լավ առաջնություն, լավ ֆուտբոլիստներով, թե տեղի կադրերն են լավը, որոնք կարող են աճել, թե դրսից բերված լեգիոնականները, որոնք որ 1 գլուխ, 2 գլուխ ավելի բարձր են, քան նախկինում Հայաստան եկած ու մեր մոտ խաղացած բոլոր հնարավոր լեգիոնականները։ Այդ առումով հավատացնում եմ, օրինակ նույն առաջին անգամ մենք Հայաստանի առաջնությունից աշխարհի առաջնություն գնացող ֆուտբոլիստ ունենք։ Հասկանում եք, այդ ամենը մի բանի մասին է խոսում, որ գլոբալ առումով կա դրական տեղաշարժեր, որոնք որ պետք է բյուրեղանան եւ ապահովեն մասսայականությունը ֆուտբոլի։ Իսկ մասսայականությունը ֆուտբոլի հենց ակումբային ֆուտբոլից է գալիս։ Ես դրանում հավատացած եմ, քանի որ հավաքականն ու հավաքականները, ինչ հավաքականները, հավաքականը, ազգային հավաքականը, դա պարզապես աստառ է, որը որպես ամենապայծառ դրոշակ տարին մի քանի անգամ ծածանում են։ Դե էլ չեմ ասում, որ հաճախ այդ դրոշը շատ ավելի փոքր ու թույլ է գտնվում, քան մյուս երկրների դրոշները։ Եվ այդտեղ հիասթափություն, կրկին հիասթափություն, ինչու չեն կարողանում մեր դրոշը ավելի լավ ծածանել։ Արդյունքում հավաքականը կներեք արտահայտությանս համար, բայց դառնում է հիասթափության, ֆուտբոլից հիասթափության պատճառ։ Դրա փոխարեն կարելի է առաջության վրա աշխատել, որպեսզի դրան զուգահեռ բարձրանա հավաքականի խաղացողների որակը, նրանց ներուժը, տեղական կադրերը եւ արդյունքում հավատացնում եմ մեր դրոշը հավաքականի տեսքով, հա, դա փոխաբերություններ կծածանվի շատ ավելի բարձր, շատ ավելի ուժեղ ու շատ ավելի պայծառ գույներով։ Սա այն ամենն էր, որը տենց հիմնական գծերով փորձեցի ներկայացնել։ Իսկ հիմա եթե խոսենք ավելի կոնկրետ ու դետալային, դե Արարատ Արմենիան դարձավ 3-րդ անգամ Հայաստանի չեմպիոն։ Տիտղոսները բաշխվեցին հետևյալ կերպ, գավաթն էլ անցավ Նոային։ Նոան ապահովում է 2-րդ տեղը, որը ապահովում է նրան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության միանգամից 2-րդ որակավորման փուլով հանդես գալու եւ մեկնարկը տալու 2-րդ որակավորման փուլից այդ հնարավորությունը։ 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը արդեն կշարունակեն իրենց պայքարը նույնպես Կոնֆերենցիաների լիգայում, բայց արդեն հենց առաջին որակավորման փուլից։ Դե Արարատ Արմենիան էլ սկսելու է իր պայքարը ամենասպասված, ամենասիրված մրցաշարի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ Պետք է ընդգծել նաև, որ Արարատ Արմենիան հիմնականում այդ պայքարը ստաբիլ անցավ։ Կա ու եղավ մի շրջան, հատկապես գարնանային հատվածի առաջին հանդիպումները, այդ երկարատև դադարից հետո, որը մշտապես գլխացավանք է եղել բոլոր մասնագետների համար, նրանք մի փոքր չկարողացան նույնպես ինչպես նախկինում բոլոր չեմպիոնական ճանապարհը բռնած թիմերը հաղթահարել, բայց շատ արագ կարողացան վերգտնել իրենց խաղը եւ շտկել իրավիճակը։ Պետք է ասել, որ Արարատ Արմենիան հիմնականում մնաց առանց իր առաջատարներից մեկի Բալանտայի, որը պարբերաբար ստանում էր վրացվածքներ եւ բոլորն էլ հասկանում էին, որ նա տալիս է այդ թիմին շատ կարևոր որակ կիսապաշտպանական գծում, բայց նաև Արարատ Արմենիան կարողացավ այդ գործոնը հաղթահարել։ Դե նշեցի նաև, որ առաջատար հնգյակի թիմերի միջև վաստակած միավորների քանակով նրանք առաջատարն են։ Իդեպ առաջնությունը հենց մեկնարկից քննարկվում էր Արարատ Արմենիայում արդյոք կա մեկ հարցակվող, որը հիմնական գոլահարը կդառնա, ինչպես օրինակ Նոայի դեպքում է, Նարդինի դեպքում։ Եվ Արարատ Արմենիան ցույց տվեց, որ ոչ միշտ է ու ոչ բոլոր դեպքերում է պետք, որ մեկ հարցակվողի կամ մեկ ֆուտբոլիստի վրա լինի ամբողջ այդ պատասխանատվությունը գոլեր խփելու եւ այն հնարավոր է բաշխել։ Իդեպ հնարավոր է բաշխել անգամ պաշտպանության գծի ֆուտբոլիստների վրա եւ արդյունքում նույնպես ունենալ հաջողություն։
Եվ երբ խոսեցինք Փյունիկի համար շատ կարևոր մի խաղի մասին, որտեղ որ նրանք չկարողացան արդյունքում 3 միավոր բաստակել, պետք է դա համեմատության մեջ դնել Ավանի ակադեմիայում տեղի ունեցած գերդրամատիկ մեկ այլ հանդիպման ԲԿՄ Արարատ Արմենիա դիմակայության հետ։ Ինչու, որովհետև մի պահ Արարատ Արմենիան իր համար շատ կարևորագույն խաղում պարտվում էր 2 գնդակի տարբերությամբ։ Այո, իմ համար էլ բոլորի համար էլ գետ նյարդային րոպեներ են։ Ես չէի պատկերացնում որևէ կերպ նման սցենար, բայց եւ օրինակ Արարատ Արմենիան կարողացավ ստապվել ու հետ գալ երկրորդ խաղակեսի ընթացքում 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասն ու արդյունքում հաղթել գրպանը դնելով այդքան կարևոր էական 3 միավոր, իսկ դրանից հետո արդեն տեղի ունեցավ այն, ինչ կրում է հետաձգված հանդիպում, 2 առաջատար եւ չեմպիոնության համար պայքարող թիմերի միջև։ Փյունիկ Նոա եւ արդյունքում 0-0, որն էլ արդեն կրկնում եմ միավորների պաշարի տեսանկյունից դարձրեց Արարատ Արմենիային անհասանելի։ Դե ինչ, շնորհավորում ենք Արարատ Արմենիային 3-րդ չեմպիոնական տիտղոսի կապակցությամբ եւ բարի երթ մաղթում նրանց Եվրագավաթային ամենագլխավոր ստուգատեսում Չեմպիոնների լիգային, որովհետեւ դա բոլորի համար ամենասպասված մրցաշարն է լինելու, բայց դե միջև այդ էլ պետք է այս տարվա եզրափակիչ չնայենք, չէ՞ որ այստեղ ՊՍԺ-ն ու Արսենալն են ամփոփելու մեծ հաշվով արդեն առաջնությունը թե ինչ տեղի ունեցավ։ Դե բայց մինչև այդ հանդիպումը մեր առաջնությունը ամփոփեցինք, գեղեցիկ, կարծես թե հուսամ բոլորիդ այն հետաքրքիր դետալներն ու մանրամասները ամբողջացրեց պայքարը, թե ինչու է արժանի մեր առաջնությունը հավելյալ ուշադրության, թե ինչու են մեր թիմերը մրցունակ, թե ուր են գնում առհասարակ եւ թե ինչ դրական ու նաեւ բացասական միտումներ կան մեր բոլորի կողմից սիրված ակումբային ֆուտբոլում։ Դե քանի խոսեցինք Չեմպիոնների լիգայից ու եվրոպական թիմերի անուններ էլ տվեցինք, ասեմ, որ հաջորդիվ եվրոպական առաջնությունների մասին անդրադարձի ժամանակն է գալիս։ Եկեք այսպես, աշխարհագրորեն ամենամոտիկից Ռուսաստանի առաջնությունն ավարտվեց։ Մեզ ու բոլորիս համար ամենահետաքրքիրը Կրասնոդարի հարցն էր, արդյոք այդ արդեն համեստ ավանդույթներով, բայց ոչ այդքան համեստ գլոբալ նպատակներով ակումբը կարողանա երկրորդ անգամ Զենիթի հետ մրցակցությունում առաջինը լինել ռուսական ֆուտբոլում։ Այս անգամ չստացվեց։ Նրանք մինչև վերջին րոպեն առաջիններն էին, բայց դե արի ու տես, այնպես չէ, որ միշտ պետք է նրանց բախտը ժպտա կամ որոշ այլ գործոններ, եւ այնպես չէ, որ նրանք միշտ բախտավոր թիմ են եղել, չէ, նրանք միշտ պայքարել են այդ իրավունքի համար ֆուտբոլային ռուսական ֆուտբոլի երկնակամարում տեղ ունենալու, դա նրանց միանշանակ հաջողվել է։ Երկրորդ տարին իրար վրա դա չհաջողվեց Էդուարդ Սպերցյանին եւ նրա թիմակիցներին, բայց նրանք անհաջողության ոսկե դուբլ գրանցեցին, անհաջողության արծաթե դուբլ եւ բացի նրանից, որ երկրորդն էին առաջնությունում, նրանք կարողացան, ինչպես ասում են ռուսները, умудрились գավաթի եզրափակչում նույնպես պարտվել եւ Բյուրեղապակյա գավաթը բաժին հասավ Սպարտակին, Սպարտակն էլ իր հերթին առաջին իսկ վայրկյանների ընթացքում կոտրեց Բյուրեղապակյա գավաթը։ Այո, բառի բուն իմաստով Սպարտակը կոտրեց։ Ֆուտբոլիստը նշում էր կափարիչը, նրա ներքևի ստորին մասը, չգիտեմ, ընկան եւ հազարավոր մանր փշուրներ դարձան։ Ռուսաստանի գավաթը այնինչ տեսքով հիմա այն կա Սպարտակի ձեռքերում է։ Հետխաղյա 11 մետրանոցները դիպուկ չիրացրեցին, իհարկե Սպերցյանը առաջինը մոտեցավ Կրասնոդարի կազմում, ընդհանրապես առաջինը հետխաղյա 11 մետրանոցների շարքում դիպուկ իրացրեց, ինչպես նա հիմնականում դա անում է, սակայն նրա խաղանկերները սխալվեցին։ Եվ ինչ ասեմ, կարելի է ցավակցել երևի թե։ Քանի որ Էդուարդ Սպերցյանի էրան երևի սրանով ավարտին է մոտենում։ Եթե Հենրիխ Մխիթարյանի էրան չեմպիոնությամբ ու գավաթով կարծես թե ավարտվում է Իտալիայում, չչեմպիոնությամբ եւ չգավաթով Էդուարդ Սպերցյանինը ավարտվում է Ռուսաստանում։ Գիտեք, այստեղ սիմվոլիզմ կա։ Երկու արդեն ֆուտբոլային առումով ծերացող տաղանդը մեր ֆուտբոլի եւ Էդուարդ Սպերցյանը իր ծաղկման շրջանում, ով մնաց, հավատաց ինչ-որ գործոնների։ Հետխաղի ասուլիսում նա խոսել է իր ապագայի մասին, ասել, որ ոչ միստակություն չկա, բայց հնարավոր է ես գնամ։ Այդ նույն տեքստերը կարծես թե վերջին 4 տարիներում լսում ենք, գիտեք։
Այո, նա դարձավ չեմպիոն, հաղթեց Կրասնոդարի հետ, թիմի, որ զրոյից ստեղծվել է, ոչ մի բանից թիմ է ստեղծվել, եւ ամբողջ քաղաքը, որը ուներ թիմ, Կուբան էր կոչվում։ Հիմա չկա այդ Կուբան, եւ ամբողջ քաղաքը իդեպ շատ ֆուտբոլային քաղաք, հիմա երկրպագում է Կրասնոդարին։ Գալիցկին հասել է բոլոր այդ գեր ֆուտբոլային ֆանտաստիկ նպատակներին, ֆանտաստիկ ստադիոնով, Եվրոպայի մակարդակով տենց ստադիոն, հավատացնում եմ, շատ քչերը ունեն։ Ժամանակն է գնալու, վստահ եմ, ժամանակն է գնալու։ Կանի դա այդ քայլը, չգիտեմ, եւ ոչ մեկ չգիտի։ Դե այսքան Ռուսաստանի մասին եւ ռուսական ֆուտբոլի մասին, իսկ հիմա եկեք ճմրթենք մի քիչ աշխարհի քարտեզը, գնանք այն ճանապարհով, որպեսզի մենք հայ ֆուտբոլիստների մասին ավելի շատ խոսենք եւ առաջարկում եմ տեղափոխվենք Արգենտինա, տենց ճմրթած քարտեզի տրամաբանությամբ, տենց ինչ որ մի կերպ մենք հայտնվեցինք այնտեղ։ Եվ այստեղ Բելգրանոն ապերտուրայի եզրափակիչ խաղում River Plate-ին հաղթում է 3-2 հաշվով, դաշտ է դուրս բերում Բելգրանոին եռագույնով, համենայն դեպս կազմերը երբ ցույց են տալիս, ֆուտբոլիստները որ երկրի քաղաքացիության են պատկանում, նրա առջև եռագույնն է եւ Լուկաս Սելարայանը ավակի թև կապով այն էլ Բելգրանոին դուրս է բերում խաղադաշտ եւ ապահովում չեմպիոնական տիտղոս, անում գոլային փոխանցում, բոլորի կողմից Էլչինոն շարունակում է մնալ սիրված եւ ես էլ իմ կողմից պետք է ասեմ, որ նրա տաղանդը գնդակի հետ վարվելու, նրա մշակույթը, առասարակ նա ինչպես էր իրեն պահում խաղադաշտում, այն որակները, որ նա ուներ, շատ կարճ ժամանակահատվածում վստահ եմ բոլորի կողմից Լուկաս Սելարայանը սիրվել է եւ այն պատկերը, ինչ ես տեսա, ասում եմ, կրկնում եմ, գրեթե առանց լեգիոնականների երկու թիմեր, գրեթե 95%-ով Արգենտինայի դրոշ, ֆուտբոլային աստվածների դրոշ, այդ գույնի գամային բնորոշ գույները նաև մեր թիկունքում են եւ այդտեղ հայկական եռագույնը Լուկաս Սելարայանի դիմաց շնորհավորում ենք թե Բելգրանոին, թե Լուկաս Սելարայանին։ Հիմա հայ ֆուտբոլիստների այդ հատվածը ավարտեցինք, թե չէ։ Լավ, ուրիշ մի բան ասեմ մի հատ հետաքրքիր եւ դրանով այդ վերջին րոպեների նոր ստացված այս առավոտ միայն ստացված մի տեղեկությամբ Վարազդատ Հարոյանը վերադարձել է Հայաստան Հունգարիայից եւ մարզում է Երևանի Արարատի կազմում։ Դա ինչ է նշանակում, չգիտեմ, գիտեմ, որ միայն նա ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Արդյոք նա նորից կվերադառնա Հայաստան եւ կզբաղվի ֆուտբոլով, խաղաֆուտբոլ, հատկապես Արարատի կազմում, չգիտեմ, բայց փաստացի այդ լուրը ցանկացա ձեր հետ կիսվել ու առաջարկել տեղափոխվել արդեն Եվրոպա։ Նախորդ տուրը հրաժեշտի արարողություններով հանդիպում էր Իսպանիայի առաջնությունում, հրաժեշտի արարողության գլխավոր դերակատարի դերքում արդեն Իսպանիայի քաղաքացիություն ունեցող մեկ այլ մարդ էր, բայց ոչ թե Իսպանիայում, այլ Անգլիայում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցավ վերջին 38-րդ տուրը, որը խաղի տեսանկյունից ավարտվեց Մանչեսթեր Սիթիի երկրպագուների համար անհաջողությամբ, բայց գլոբալ առումով նրանք կարծես թե շատ տխուր չէին, նրանք արդեն չեմպիոնական տիտղոսը կորցրել էին եւ պարտվել Եվրոպա լիգայի հաղթող Ասթոն Վիլլային, այդքան էլ բանից պարզվեց մեծ կորուստ չէ նրանց համար, քանի որ նրանք ել ավելի մեծ կորուստ ունեն։ Պեպ Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է Մանչեսթեր Սիթիից։ Գիտեք, ես ձեզ անեմ մի խոստովանություն իմ տպավորության մասին, ինչու գնաց Պեպ Գվարդիոլան։ Գնաց, որովհետև Յուրգեն Կլոպը գնաց։ Եվ գնաց այնպես, որը հուշեց, թե ինչպես պետք է ինքը Պեպ Գվարդիոլան գնա։ Յուրգեն Կլոպը գնաց ասելով, որ ես հոգնել եմ ֆուտբոլից, ես հոգնել եմ աշխատել մարզիչ, ես հոգնել եմ այդ պատասխանատվությունից, ամենօրյա այդ ռուտինա հիշացնող ինչ որ ամեն րոպեական աշխատանքից, պատասխանատվության զգացողությունից, լրագրողների հետ հարցազրույցներից նա տվեց մի քանի շատ հետաքրքիր ու մեծ հարցազրույց, որոնցից մեկը ես շատ եմ խորհուրդ տալի եւ կկցեմ այս եթերի նկարագրության մեջ։ Բոլոր նրանց համար բացահայտում չեմ անում, ասեմ, որ Յուրգեն Կլոպն ու Պեպ Գվարդիոլան մտերիմ, գերմտերիմ ընկերներ էին։ Յուրգեն Կլոպի որոշումը շատ անակնկալ էր, Պեպ Գվարդիոլան ինքը ծանր տարավ եւ հետագայում որոշակի անուղակի հարցերին բանին նա ըստ իս գոնե ինձ մոտ որպես տպավորություն նա իրեն շատ միայնակ էր զգում Անգլիայի առաջնությունում, երբ չկար այն մարդը, ում հետ նա մրցակցության պայմաններում էր որպես մարզիչ ինքնակատարելագործվում։ Արտետայի հետ նա ունեցավ այս մրցաշրջանը պարտության դերում կերպարով,
Եվ ընդառաջ գնաց երևի թե այն մի շարք հետաքրքիր զավեշտալի դեպքերին, երբ պարզապես Պեպ Գվարդիոլայի ուղղությամբ բողավում էին, խնդրում ենք Արտետային թույլ տուր նախկին քո գործընկերոջը, քո թիմակցին մարշչական շտաբում դառնալու չեմպիոն, մի սեղմի նրան, մի խեղդի նրան ու թույլ տուր Արսենալին վերջի վերջով վայելել այդ տևական տասնամյակներ անց չեմպիոնական տիտղոսը։ Դա Արտետայի մոտ ստացվեց, բայց վստահեցնում եմ, որ Արտետայի անվան եւ Պեպ Գվարդիոլայի կերպարի խարիզմայի միջև կա, գիտեք, հսկայական մի հատ անջրպետ, որը երևի թե գալիս է ավանդույթների փոխանցման ինչ որ մի հսկայական կռույֆի մակարդակի անդունդ կա, գիտեք, այդտեղ եւ այո, Արտետան մրցակից չէ, գոնե այս պահին։ Հնարավոր է ապագայում, հնարավոր է ինչ որ միտեղ այլ զուգահեռ տիեզերքում, բայց Պեպ Գվարդիոլան այն ճանապարհը անցել է, այն ուղին, որ նա ունի որպես տիտղոսակիր, տիտղոսաշատ եւ հաջողակ մարզչի, նաեւ այն գրավիչ ֆուտբոլի, որ նա կարողանում էր ամենտեղ դնել, Բարսելոնայում լինի, Բավարիայում լինի, թե Մանչեսթեր Սիթիում 10 տարի գրողը տանի շատերի համար, ովքեր որ անտարբեր չեն Բարսելոնայի պես թիմի նկատմամբ, ոչ վաղ անցյալում հիշում էին նրան որպես Բարսելոնայի գլխավոր մարզիչ, իսկ բանից պարզվում է նա, որ Բարսելոնայից հետո գնացել էր Բավարիա, դրանից հետո եւս 10 տարի կարողացել է հասցրել է աշխատել Մանչեսթեր Սիթիում։ Իրեն դարձնելով, գիտեք, եվրոպական մեծ ակումբ։ Նրանք հաղթել են Չեմպիոնների լիգայում, Անգլիայի առաջնությունում այնքան տիտղոս են նվաճել, անգլիական ֆուտբոլում այնքան տիտղոսներ են նվաճել, որ նրանք արդեն գրանտերին զուգահեռ են գնում, գիտեք, եւ այս առումով, եթե PSG-ն կատարում է այդ քայլերը, հիմա ընթանում է մեծ եվրոպական թիմ դառնալու ուղով, այս երկրորդ Չեմպիոնների լիգան, որը որ գոնե ըստիս տեսնում եմ փարիսցիներին, դա իրենց կդարձնի նախ եւ առաջ ֆրանսիական ֆուտբոլում արդեն նոր բարձունքի կերտողները, նրանք Մարսելից կփոխվեն այդ տիտղոսի առումով եւ կդառնան եվրոպական գրանտ։ Ես գոնե ինձ համար գրանտի սահմանվան այդ ռեյտինգային աղյուսակում նրանց կբարձրացնեմ, կմտցնեմ եվրոպական գրանտների շարքում։ Հնարավոր է դուք չեք կիսում իմ մոտեցումը, բայց ես պարզապես իմ պատկերացումներով եմ ձեր հետ կիսվում, գոնե այս բան։ Եվ Պեպ Գվարդիոլայի մեծությունը հենց դա է։ Նա ցանկանում էր երևի թե նրա համար մոտիվացիայի աղբյուր էր Կլոպի հետ մրցակցությունը, այժմ այն չկա եւ նա ստադիոն եկավ իր 95-ամյա հայրիկի հետ։ Մի լավ, չեմ ուզում ասեմ արտասվեց, բայց զգացվում էր, որ նա մեղմ ասած հուզված է եւ ասաց, որ խնդրում եմ աշխարհի բոլոր ծայրերում էլ որ ինձ տեսնեք, բոլոր անկյուններում էլ որ ինձ տեսնեք, խնդրում եմ, եթե City երկրպագու եք եւ իմ ֆուտբոլի, իմ աշխարհի նկատմամբ անտարբեր չեք, եկեք իրար կգրկենք եւ այդ հարազատության զգացումը ինձ լիքը ուժ է տալիս։ Ազդեցիկ խոսքեր էին, այդ հրաժեշտի երեկոն ավարտվեց, իդեպ այդ տուրը նաեւ մի հաջողակ եւս ունեցավ, արդեն դրական պատմություններին թեքվենք, Տոտենհեմը 1 գնդակի առավելության պարտության մատնեց Էվերտոնին եւ պարտադրեց, որ Leeds United-ը լքի Պրեմիեր լիգան եւ գնա Championship, որտեղ եկող մրցաշրջանում մենք կտեսնենք մեծ շատ հետաքրքիր դիմակայություն, կինոյի հիշեցնող դիմակայություն Leeds United Millwall։ Բոլորին հրավիրում եմ գալիք մրցաշրջանում Պրեմիեր լիգայի փոխարեն դիտելու Championship-ի հանդիպումները։ Սա այսքանը Անգլիայի առաջնության մասին, վերջին տուրի մասին, դե Գերմանիան ավարտվել էր, հարցեր չկան Ֆրանսիայի առաջնության հետ եւ Իսպանիայում ունենք մի քանի բաց թողնված իրադարձություններ ու նաեւ ամփոփելու ժամանակն է եղել, ժամանակն է ամփոփելու նաեւ Իտալիայի առաջնությունում տեղի ունեցած հետաքրքիր մի քանի իրադարձություն։ Հերթականությամբ ես ասացի Իսպանիա, հետո Իտալիա, լավ, այդ տարբերակով թող լինի։ Իսպանիայում Էլչե Ժիրոնա ավարտվեց 1-1, ասել էի նախորդ հաղորդման ընթացքում, որ դա եվրոպական ֆուտբոլի ամենաթոփային հանդիպումն է։ Արդյունքում Էլչեն մնաց Պրեմիեր լիգայում, Ժիրոնան 19-րդ տեղ եւ պայքարը լքում է ով Սևեր պարզվեց ով Մալյորկան Վիդատ Մուրիկի հետ միասին։ Իսպանիայի առաջնության երկրորդ ռմբարկուն գնում է հրաժեշտ է տալիս Մալյորկայի հետ միասին եւ գնում է Սեգունդա։ Իսպանիայում այլ բան չկար հետաքրքիր խոսելու, այսքանը երևի թե
կատալոնական ակումբներից մեկը Ժիրոնան է, որ հրաժեշտ է տալիս, վերահաստատեմ, փաստեմ եւ Մալյորկան։ Դե Օվիեդոյի մասին իմաստել չունի խոսելու 10-15 տուր առաջ նրանք արդեն ինձ թվում է արդեն տրամադրվել էին, որ սա պարզապես ինչ որ հրաժեշտ երեկոյի հանդիպումների շարք է։ Նրանց մոտ հրաժեշտ հանդիպումների շարքը ինձ թվում է սկսել էր արդեն 20-րդ տուրից հետո։ Իտալիայում չեմպիոն էլ գիտեինք, գավաթեկրին էլ գիտեինք, հասցրեցինք անգամ այդ մասին խոսել, երբ որ խոսում էինք հայկական ֆուտբոլի մասին, եւ վերջին տուրը շատ թեժ թուրինյան դերբիով, սենց Տորինո Յուվենտուս 2-2, այնտեղ խաղավ մի պակ կիսատ էր մնաց, հետո շարունակեցին, կրկերը թեժացել են այնպես, ինչպես իտալական ֆուտբոլի են վաղ անտիկ շրջանում, անտիկ շրջաններ, միանշանակ, երբ Տորինոն այնքան ուժեղ թիմ էր, որ կարողանալ է, որն էր, մյուսներն էին կարողանում Տորինոյի հետ ոտ գցել։ Եվ եւս մեկ իրադարձություն Կրեմոնեզե Կոմո, Կրեմոնեզե, որի կազմում հանդես է գալի Ջեյմի Վարդին, բայց նա այս անգամ չկարողացավ օգնել իր թիմին, քանի որ մինչև այդ նա կարողացել էր օգնել 3 միավոր վաստակել եւ փրկվելու հույսեր տալ, բայց Կոմոն Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ եկավ հայտարարելու, որ իրենք էլիտար ակումբի կերտման ճանապարհն են բռնել եւ այդ ուղու վրա իրենք ինչ որ Կրեմոնեզե չեն պատրաստվում նկատել, քանի որ իրենք այդ էտալոնային եւ էլիտար թիմի կարգավիճակի տակ մտնելու ցանկությունը այնքան մեծ է, որ դա պետք է Չեմպիոնների լիգայի աստառ ունենա եւ նրանք այդ պայքարում մրցակցի տակ գերվստահ 4-1 հաշվով պարտության մատնեցին նույն Կրեմոնեզեին եւ ապահովեցին իրենց տեղը Չեմպիոնների լիգայում։ Ահա սա էր գլխավորն ու ամենահետաքրքիրը Իտալիայի առաջնությունում։ Վերջնական տեսքի առումով Ինտեր Նապոլի Ռոմա Կոմո, Ռոմայի համար տևական բացակայությունից հետո սա նույնպես վերադարձ է Չեմպիոնների լիգա։ Իդեպ Չեմպիոնների լիգայում նրանք բավական լավ տեսք են ունեցել եւ ոչ վաղ անցյալում նրանք անգամ Բարսելոնա են թրցրել հեն բարի բուն իմաստով հենց այդ բառն եմ ուզում օգտագործեմ, որովհետեւ որքան էլ որ ես Բարսելոնայի երկրպագու եմ, այլ բան չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր ֆուտբոլային կշռաքարեր են, բայց երբ որ քեզ թվում է, որ մրցակիցը այն չէ, իսկ այն կարողանում է քեզ մի լավ ապտակել, միանշանակ է Բարսելոնայի պայքարից դուրս գալը թրցնելու պես մի բան էր։ Եվ Եվրոպա լիգայում արդեն Միլան եւ Յուվենտուս, պատկերացնում եք, Եվրոպա լիգա են գնում ակումբներ, որոնք որ միշտ ասոցացվել են միայն եւ միայն Չեմպիոնների լիգայի պես ֆանտաստիկ մրցաշարի հետ։ Թերևս այսքանը։ Այլ բան եվրոպական ֆուտբոլի մասին գրեթե ասելու իմաստ տեղ չկա, պարզապես սահմանենք ու ասենք, որ նվազագույնը Եվրոպա լիգայում անգլիական ակումբի հաջողությունը Ֆրայբուրգի նկատմամբ ցույց է տալիս, որ եվրոպական top առաջնությունների, top 5 առաջնությունների շրջանում Անգլիայի առաջնությունը արդեն գեր-թոփի ինչ-որ նոր կատեգորիա է հորինել եւ տեղափոխվել է այնտեղ։ Այդ կարգավիճակում էր ոչ վաղ անցյալում իսպանական Լա լիգան, բայց նա այդ որակները չկարողացավ մատուցել եւ դարձնել ինքնասպասարկող ինչ-որ մի հատ ինստիտուցիոնալ լուրջ հիմքով սահմանում ասեմ, ինչ ասեմ, իսկ անգլիացիները կարողացան, գիտեք, ու դա տվեց տևական ժամանակ անց, դա տվեց շատ լուրջ արդյունք, հիմա նրանք գեր-թոփ առաջնություններից միակն են, եւ Ասթոն Վիլան պարզապես իր ճանապարհին Բեշիկտաշ ստադիոնում տեղի ունեցած այդ հանդիպմանը չնկատեց գերմանական Բունդեսլիգայի միջակին, այն աստիճանի չնկատեց, որ ցավոք սրտի իմ համար էլ պետք է ասեմ, որ ես օրինակ զարմացած եմ, թե արագությունների, թե ֆիզիկական պայքարի, թե հոգեբանական, մտավոր, ինչ ասեմ, ամեն առումով, ֆուտբոլային առումով, գիտեք, հուզված ֆուտբոլիստներ, Ֆրայբուրգի հուզված գերմանացի ֆուտբոլիստներ տեսել եք, դե կարող եք հետ տալ նայել։ Մարդիկ չգիտեն ու որ ուղղությամբ պաստան, ինչպես հեռացնեն, սումբուր ինչ որ հանդիպում էր Ֆրայբուրգի կատարմամբ, տեղ ինչ որ մի բան առանձին ֆուտբոլիստներ կարողանում էր անել, ստացվում էր սենց մի պա հեն որ ասում են շողոլի գալ, բայց մի անգամից սենց Ասթոն Վիլան ապտակի հետևից սենց դասական իմաստով գեղեցիկ խաղարկումներ, նաև գեղեցիկ գոլ եւ արդյունքում Ֆրայբուրգը պարզապես
իր համար արձանագրեց իր պատմության ամենամեծ հաջողություններից մեկը, նա Եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ հասավ։ Այս շաբաթվա մեր եթերը մենք ավարտում ենք վազքի մասին հերթական անդրադարձով, ինչու, որովհետև Երևանը էլի ամենագեղատեսիլ, ամենասիրուն, ամենասենց մաքուր օդով հատվածը, Հրազդանի կիրճը հավաքել էր իր շուրջ հարյուրավոր վազքի սիրահարների։ Հիմա դրական ու բացասականի մասին սենց պասերով։ Դրականը տեղը շատ լավ էր, բայց մինչև այդ ուրիշ տեղ էին որոշել։ Հրազդանի կամուրջի տարածքներ, չգիտեմ, ինչ որ մի տեղ։ Շատ կարճ ժամանակում տեղափոխեցին Հրազդանի կիրճ, բայց տարածությունները, որով որ բաշխել էին 1 կիլոմետր երեխաների համար, 5, 10, 21, 21-ը կիսամարաթոն է մնացածի։ Հիմա կա հատված Կիևյան կամուրջից մինչև Դավիթաշեն կամուրջը, Հրազդանի կիրճով վազում ես, Դավիթաշենի կամուրջը եւս անցնում ես մի 500 մետր եւ վերադառնում։ Ընդհանուր առմամբ տարածքը դա 2.5 կիլոմետրանոց հատված է, որը շաբաթ-կիրակի օրերի ընթացքում փակ է, վստահ եմ վարորդ մարդիկ, ովքեր որ ատում են սպորտը, վստահ եմ տեղյակ են այդ մասին։ Եվ սիրում են իդեպ Հրազդանի կիրճով երթևեկել շրջանցելու համար, օրինակ Երևանի արդեն, չգիտեմ, 9-10 բալանոց հիշեցնող խցանումները։ Բայց լավ, այդ տարածքը փակ էր եւ պատկեցը 21 կիլոմետր։ Գնացիր 2.5 վերադարձար 2.5 5 գնացիր 2.5 վերադարձար 2.5 10 գնացիր վերադարձար 15 գնացիր վերադարձար 20 բայց գրողի տարած մի կիլոմետրը մի հատ էլ գնացիր են երեխաների համար նախատեսված այդ մի 500 մետրը նորից հետ եկար գրողը տանի ահա որ տհաճեր այդ իմաստով հա գնալ գալ լրացնելու համար 21 կիլոմետրը ես տարածքը շատ եմ սիրում բայց անգամ եթե այդ տարածքը միանման է ուզում ես ուրիշ բաներ տեսնել Եվս մեկ համընկել է, վստահ եմ այս դեպքում դա համընկել է։ Տարածքում շինարարություն են իրականացնում, բարեկարգելու են եւ երևանցիներին են հանձնելու 250 մետրանոց մի հատ տարածք գեղատեսիլ, որը ունենալու է հնարավորություն, որ մարդիկ կարողանան այդտեղ զբոսնել, երեխաներին իջեցնել, այս կողմն էլ Հրազդան գետի 250 եւ դիմացի ափի հասանելիություն է լինելու, գնալու գալու են, ճեմելու են մի 500 մետրանոց հրաշալի տարածք, բայց այդ շինարարության աշխատանքի պատճառով ճանապարհի կեսը փակ է եւ մետաղական արգելապատնեշի կողքով մենք ինչ որ ստիպված էինք վազել, դիմացից վազորդներ, երեխեք, մարդիկ, ովքեր որ վատանում են, մի կերպ վազում են, դրան զուգահեռ վազում են լավ վազորդներ, ովքեր որ այդ նեղ մաջալին ինչ որ մի ձև պետք է շրջանցեն բոլորին։ Չգիտեմ, այդ իմաստով տհաճության զգացում կար, բայց իրականում առողջ ապրելակերպի, հաճելի միջավայրի տեսանկյունից շատ հաճելի էր տեսնել այդքան մրցակցային միջավայր, ուրախ մարդկանց եւ իր հերթին ասեմ, որ ես տղայիս էի գրանցել, ով 9 տարեկան է, նա առաջին անգամ մրցակցային պաշտոնական մրցաշարում վազեց 5 կիլոմետր։ Նախկինում միշտ մասնակցում էր այդ երեխաների համար նախատեսված 1 կիլոմետր մրցատարածության վազքին, ուներ շատ լավ արդյունք, մեկ անգամ 2 տարի առաջ վազել էր 4 րոպե 16 վայրկյանում, որի համար շատ ուրախ եմ։ Իր տարիքի համար նա այդ ժամանակ 7 տարեկան էր, շատ լավ արդյունք։ 1 կիլոմետրի մասին է խոսքը։ Այս անգամ նա կարողացավ 25 րոպե 30 վայրկյան արդյունքով արդյունք գրանցել 5 կիլոմետրում իմ համար էլ դե ասում եմ ինձ էլ ինչ տակ ես փորձեցի վազեցի որոշ գործոններ ինձ տխրեցրին եւ արդյունքում ես իմ նպատակից մոտ մի 6 րոպե ավելի վատ վազեցի 6 րոպեն շատ է թվում բայց դե 21 կիլոմետրի դեպքում դա այդքան էլ մեծ չէ։ Ինձ էլ ներելի է ես պրոֆեսիոնալ վազորդ չեմ, չնայած ես իմ գործին եւ վազքին պրոֆեսիոնալ մարդիկի պես եմ վերաբերվում։ Ես ինչ եմ ուզում որպես ամփոփ խոսք ասել, One Run-ի այս մրցաշարը ավանդական է դարձել, արդեն նրանք առաջին տարին չեն, եթե չեմ սխալվում, 4-րդ անգամն էր, որ կազմակերպում են վազք Երևանի փողոցներում, 3-րդը 4-րդը, բայց դա չէ էական։ Կազմակերպչական որոշ թերացումներ, եթե մենք մի կողմ ենք դնում, նա արդեն դառնում է ավանդական մեզ համար, նրանք պետք է երևի թե փորձեն այլ տարածք գտնել Երևանի շրջանակներում, իսկ նման հարթ տարածքներ մենք ունենք, եւ 21-ը պետք է լինի կամ Երևանում, կամ Երևանի շրջակայքում, էլի նման բազմաթիվ տարածքներ կան,
եւ կազմակերպչական այլ նուրբ հարցերին պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, այլ ոչ թե անցկացնեն այս ամենը միայն գալը չկա ծիճկեն դնելու եւ կանաչ չէ, պետք է անել սիրուն, պետք է անել հավեսով ու հաճույքով, այնպես ինչպես այդ մասնակիցներն են գալիս վազում։ Եվ մի քիչ ուշադրություն դարձնեն, գիտեք, սելեբրիթիներին, ովքեր որ գալիս են մասսայականացման համար, բայց իրանց գալու եւ ռիլեր նկարելու համար չի, էլի այդ մրցաշարը։ Այդ մրցաշարը իմ երեխաների եւ մյուսների առողջ ապրելակերպի մասին է, անգամ եթե նրանք ինչ որ մի բան անում են ռիլերի եւ առհասարակ մասսայականացնելու համար, նրանք չպետք է դառնան գլխավոր դերակատարները։ Գլխավոր դերակատարները իրենք վազորդներն են, հաղթողները, չնայած այդտեղ պարտվող չկա։ Դե դերևս այսքանը։ Այս շաբաթվա համար, սիրով ձեզ համար պատրաստեցի երթական եթերը, կհանդիպենք գալիք շաբաթ։